Հարվածակայուն, ջրակայուն, քերծվածքակայուն, AC4, AC5 եւ AC6 բարձր դասի եվրոպական լամինատների գլխապտույտ տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 3490 դրամից։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանույշ Պապյանն եմ։ Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ այսօր արդեն քիչ է խոսել միայն արևմտյան շրջադարձի կամ Ռուսաստանից հեռանալու լեզվով։ Կառավարության 26-ից 31 թվականների ծրագրում ձևակերպվում է ավելի ամբողջական տրամաբանություն, այլ ընտրանքներ ստեղծելը ներկայացվում է որպես պետական անվտանգության հարց, խաղաղությունը որպես անվտանգության նոր ճարտարապետության հիմք, իսկ տարածաշրջանային փոխկապակցվածությունը որպես եւ ինքնիշխանության լրացուցիչ շերտ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հենց այս տրամաբանությամբ արտաքին անվտանգության առաջին գործիքների շարքում դրեց միջազգային օրինականությունը, տնտեսական փոխկապակցվածությունը, երկարաժամկետ կանխատեսելիությունը եւ միայն դրանից հետո բանակը։ Բայց այս նոր ռազմավարությունը հիմա ընթնում է ամենադժվար գործնական փուլ։ Եվրամիության անդամակցության պաշտոնական դիմումի նախապատրաստումը բացում է ԵԱՏՄ-ում Հայաստանի ապագայի հարցը, ռուսական տնտեսական սահմանափակումները ցույց են տալիս նախկին կախվածությունների գինը, իսկ հայկական երկաթուղու ռուսական կառավարումը վարչապետն արդեն նկարագրում է որպես իրական խոչընդոտ Հայաստանի միջազգային տրանսպորտային համակարգին ինտեգրվելու համար։ Միաժամանակ Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ է նշանակում Վարշավան, դիտարկելով նաև որպես ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ պաշտպանական համագործակցության կարևոր հանգույց։ Այս ամենին գումարվում է տարածաշրջանի տնտեսական տրամաբանության փոփոխությունը։ Թրիփը ներառում է ոչ միայն երկաթուղու, այլև ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ ու էլեկտրահաղորդման գծեր, իսկ օրերս Հայաստանն ու Ադրբեջանը Լաչինում արդեն քննարկում էին էլեկտրաէներգիայի առևտրի եւ երկու համակարգերի սահմանային փոխկապակցման հնարավորությունները։ Այսինքն հարցը հիմա արդեն սա է, Հայաստանը պարզապես փոխում է արտաքին քաղաքական կողմնորոշումը, թե փորձում է ամբողջությամբ վերակառուցել իր անվտանգության, տնտեսության ու տարածաշրջանային գոյության մոդելը։ Այս պահին այս թեմաները քննարկելու եմ արտաքին ու անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի համահիմնադիր Դավիթ Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ այսպես անդրադառնանք կառավարության ծրագրին, պարոն Պետրոսյան, օրերս ուրեմն խորհրդարանում վարչապետը այսպես հանգամանորեն ու մանրամասն ներկայացրեց 26-ից 31 թվականների կառավարության ծրագիրը եւ ծրագրում շատ հետաքրքիր այսպես փոփոխություն կա, հա։ Բանակը մնում է առանցքային գործիք անվտանգության, բայց վարչապետն ասում է, որ պիտի լինի այս առանցքային գործիքը ամենավերջին գործիքը։ Այն պետք է լինի անվտանգության ամենավերջին գործիքը, իսկ մինչ այդ պետությունը պետք է ստեղծի այսպես անվտանգության այլ շերտեր, հա, մասնավորապես միջազգային օրինականություն, փոխկապակցվածություն, կանխատեսելիություն եւ տարածաշրջանային հարաբերություններ։ Նախ եւ առաջ ինչպես եք ընկալում, որքանով է ճիշտ այս ռազմավարությունը ձեր գնահատմամբ, ու գիտեք դրան զուգահեռ ինչ տեղի ունեցավ Լեհաստանում Հայաստանի ռազմական կցորդ նշանակելու որոշումը տեղի ունեցավ, ուրեմն պաշտպանության նախարարությունն էր ինքը Լեհաստանը ներկայացնում է որպես Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության միջև կարևոր կամուրջ, գիտեք, այնտեղ կրթական տարբեր ծրագրեր են, այս ամեն ինչը այսպես ասած իրենց մեջ պարունակում։ Ինչ է տեղի ունենում եւ որքանով է ճիշտ բանակը անվտանգության այսպես ասած ամենավերջին տեղում դնել, համեցեք։ Շնորհակալություն ես մեկ անգամ հրավերի համար։ Մենք տեսնում ենք իրականում ծրագրում այն ինչ որ մենք ունենք դե ֆակտո, այն փոփոխությունները, որ Հայաստանում տեղի են ունենում 2022 թվականից սկսած, հատկապես մեր անվտանգային ճարտարապետությունում, մենք տեսնում ենք, որ դա կամաց ամրագրվում է հենց կառավարության ծրագրում։ Իսկ ինչ տեղի ունեցավ, համատեքստը այն է, որ 44 օրյա պատերազմը, ադրբեջանական ներխուժումները Հայաստանի տարածք, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը եւ այս ամեն ինչի ռուսական կողմի արձագանքը, որոշ մասերում անգործությունը, որոշ մասերում նաեւ իրական կանաչ լույս տալը ադրբեջանական ներխուժումների համար, նշելով, որ հայկական սահմանի հետ կապված ճշգրտումներ պետք է արվեն, Հայաստանը ստիպված սկսեց փոխել իր անվտանգային ճարտարապետությունը եւ դրա քարը սկսվեց դրվել եվրոպական դիտորդական արգելությամբ տեղակայմամբ Հայաստանի օգոստոսի 7-ին արդեն թրիփի ստորագրմամբ։ Ու այս ամով Հայաստանը ձևավորվում է զսպման բազմաշերտ համակարգ, ու այս երկու գործիքները, որ նշեցի, այդ զսպման գործիքներից մեկն են։ Իմ համոզմամբ մեր գլխավոր զսպող ուժը մնում է բանակը եւ անվտանգային համակարգի տեսանկյունից եթե մենք նայենք,
բանակը, այսինքն ներքին բալանսավորումը երկրների հիմնական ինքնապաշտպանության միջոցն է եւ դա ոչ թե մեր կարծիքն այլ միջազգային հարաբերությունների փորձը, անվտանգային հարաբերությունների տեսություն խոսում են դրա մասին։ Մենք կարող ենք ասել, որ երբ որ նշում է, որ բանակը վերջին զսպման մեխանիզմն է, դա չի նշանակում, որ ամենակարևորը չէ կամ նշանակությամբ վերջին։ Իմ կարծիքով ավելի շատ նկատում վերջին միջոցն է, անգլերեն օգտագործում է last resort։ Առանցքայիններից ամենավերջինը թեև։ Այո, երբ որ օգտագործել ենք բոլոր հնարավոր միջոցները, այդ միջոցները չեն աշխատել, այո, ապա արդեն խնդրի տեղում է բանակ, այսինքն ես կարծում եմ այդ հայտարարությունը, որ վերջինն է, չի նշանակում, որ կարևորությամբ, այլ պետք է փորձենք բոլոր միջոցները, եթե դա չաշխատի, հետո արդեն պետք է գա բանակ։ Իսկ սա նշանակում է, որ բանակը պետք է լինի այնքան ուժեղ, որ ինքը աշխատի։ Հիմա այս ռազմական կցորդի, այսպես ասած, գոյությունը ինչ է, հա, եթե մենք այսպես դիտարկենք սա, պարոն Պետրոսյան, պարզապես համագործակցություն է, թե մենք տեսնում ենք Հայաստանի պաշտպանության ուրեմն համակարգի աստիճանաբար այսպես համատեղելիություն եվրոպական եւ ՆԱՏՕ-ի ուրեմն այս կառույցների միջև, հա, դուք տեսնում եք աստիճանաբար այդ ուղղության փոփոխությունը նաեւ, թե զուտ համագործակցություն դիտարկենք ու անցնենք առաջ։ Բանակը մեզ մոտ երկար տարիներ եղել ամենափակ համակարգերից մեկը, մենք բանակում կարիք ենք ունեցել եւ դեռ կարիք ունենք լուրջ ռեֆորմների։ Եվ հիմա այդ շարունակվում է այդ փակ համակարգը եւ վերջին այս մտահոգիչ ցուցանիշը վերջին ամիսների այսպես լուրջ բարեփոխումների ու վերանայումների առիթ պիտի տա։ Քանի որ բանակը ոչ միայն սպառազինություն ձեռք բերելու մասին է, այլ տարբեր համակարգի, այդ թվում կառավարման, զինվոր սպափող հարաբերությունների եւ ներքին ծառայության կազմակերպման։ Այս ծավալով մենք դեռևս այո համաձայն ունենք լուրջ փոփոխություններ կայք եւ այստեղ մեծ նշանակություն պետք է ունեն հենց այս համագործակցությունները։ Որքանով այս համագործակցությունները տեղում հողի վրա ազդեցություն պետք է ունենան, սա այդ կապված մենք ավելի շատ տվյալների պակաս ունենք։ Պետք են Հայաստանի համագործակցությունները ՆԱՏՕ անդամ երկրների հետ բանակետկված միանշանակ պետք են։ Ու սա հատկապես վերաբերվում է սպայի կրթությանը, սպայերի սեփական գործի վերաբերյալ առաքելության եւ պրոֆեսիոնալիզմին։ Ոստեղ հեծանիվ հայտնագործել իրականում պետք չեն, այդ համակարգերը կան, պետք է դա ուսումնասիրել, փորձի փոխանակում անել։ Ու մենք եթե տեսնենք Հայաստանը վերջերս այդ իր դիվերսիֆիկացիայի շրջանում նաև ռազմական դիվերսիֆիկացիա է իրականացնում։ Եվ ավելի շուտ սկսեց ռազմական դիվերսիֆիկացիան, քան ենթադրենք տնտեսականն է։ Տնտեսական, այո, համաձայն եմ, այո, մենք ունենք դա կարգը, սակայն այո, վերջին իրադարձությունները բանակում սա այդ կապված շատ մտահոգիչ է, սա խոսում է նրա մասին, որ բանակը ավելի բարդ համակարգ է, քան կարող ինչ-որ մարդիկ պատկերացնում են եւ զենքերի ներմուծում այդ համագործակցությունները անհրաժեշտ են, բայց ոչ բավարար։ Իսկ ներսում մենք կարիք ունենք հատկապես սպայերի վերապատրաստումների, սպայերի կրթության, կարող ենք նույնիսկ պնդել նոր մոդելի, նոր տեսակի սպայական էլիտայի անհրաժեշտություն մենք ունենք։ Մեր սպայերը շատ լավն են, շատ հայրենասեր սպաներ ունենք, շատ քաջ սպաներ ունենք, սա դրա մասին չի խոսում, բայց սա խոսում է ժամանակի պահանջներին համապատասխան պրոֆեսիոնալ սպայակազմ ունենալու մասին, եւ եթե մենք մեր հայոց պատմություն իրականացնենք, մենք ունեցել ենք պրոֆեսիոնալ սպայակազմեր ու դա հստակ թե Մայիսյան հերոսամարտերի ժամանակ, թե 90-ականների ժամանակ, թե 44-րդի ժամանակ։ Ուղղակի մենք կարիք ունենք, որպեսզի այդ սպայակազմը լինի դոմինանտ։ Թե զորամասում, թե շտաբում, թե վաշտերում։ Ու նման համագործակցություն ես հուսում եմ, որ պետք է դրան նպաստեն։ Ընդհանրապես կառավարության այս նոր տրամաբանությունը 26-31 թվականների համար, որ ներդրվել է, ինչ է կարծում կարող է աշխատել առանց օրինակ անկախ ու պրոֆեսիոնալ արտաքին հետախուզության, ինչ է կարծում, որ այլևս ոչ միայն գիտենք սպառնալիք է կանխատեսում, այլ նաև պետության համար հնարավորություններ է բացահայտում, առանց մեկը մյուսի որքանով կենսունակ կարող է լինել, կարող է ունենանք շատ լավ փաստաթուղթ, բայց դրա իրականացման հնարավորությունները չունենանք, գործիքակազմը չունենանք, օգտվելու հնարավորություն չունենանք, պրոֆեսիոնալիզմի պակաս լինի եւ այլն։ Հիմա թուղթը եւ իրականությունը եթե համադրենք։ Շնորհակալություն շատ կարևոր հարցի համար։ Հետախուզության մեջ նշվում է, որ հետախուզությունը պաշտպանության առաջի գիծն է։ Մենք մեկ մտածում ենք, որ մեր պաշտպանական գիծն է առաջի գիծը, այսինքն այդ խրամատները, որ գնում են, բայց այդպես չէ, առաջի գիծը հենց հետախուզությունն է ու մեր հակահետախուզությունն է։ Դե մեր դեմ գործողությունները սկսվում են ոչ թե առաջնագծում, այլ սկսվում են շատ հեռու, առաջնագծում մենք տեսնում ենք դրա ամենաուժեղ դեմոնստրացիան։ Հիմա այդ զսպման համակարգում առանց
ուժեղ հետախուզական, հակահետախուզական ու հետախուզության տարբեր ճյուղերով պայմանավորված դա կլինի սիգնալային, այսինքն ռադիոէլեկտրոնային հետախուզություն, կլինի արբանյակային հետախուզություն, կլինի լրտեսային հետախուզություն, կլինի հակալրտեսային այս բոլոր մեծ բաղադրիչներ են, որի կարիքը մենք ունենք ու ցավոք սա այդ կապված այնպես չի որ այս բոլոր փոփոխությունները պետք է հարային տեղի ունեն, իհարկե շատ բան գաղտնի պետք է գնա, բայց ցավոք այդ ռեֆորմների հետ կապված մենք բավարար իմ կարծիքով տեղաշարժ ու նաև նախկին համակարգը մեր հետ կապ process չենք տեսել։ Ու առանց այո նորմալ հետախուզական ծառայության անհնար է կառուցել դիմակայուն զսպման համակարգ։ Մենք ունենք մի փոքր օրինակ ուղղակի բեմ տեսանք որ Ամերիկայի հետախուզական ծառայության ռեկտորը գնացել Մոսկվա բանակցությունների, այս փորձը շատ այս օրինակը շատ մեծ առումով ցույց է տալիս թե ինչ նշանակություն ունեն։ Ինչ կարևորություն ունեն հետախուզական ծառայությունները։ Մեր մասով մենք ունենք գազով տեղեկատվության պակաս ու նաև եթե իրադարձությունները վերջինենք նաև պակաս ունենք հողի վրա քայլելի, որը մեզ իհարկանում իմ կարծիքով բավականին թուլացնում է։ Որ իրադարձությունը նկատի ունեք։ Օրինակ իմ համար շարունակում է անհասկանալի մնալ Հայաստանի նախկին պաշտպանության նախարար ժամանակին մեր հետախուզության պետի հայտարարությունները Ռուսաստանից։ Իմ կարծիքով սա այդ կապված պետք է գնահատական տրվի մեր իշխանությունների կողմից ու ոչ միայն քաղաքական, այլ նաև որոշակի իրավական գնահատական պետք է տրվի, պետք է խոսվի նրա մասին, թե ինչ process է, չէ՞ հիմա տեղում քաղաքական գործընթացի հետ կապված բացակայուն մակարդակով հայտարարվում է, որ տեղի է ունենում, այսպես ասած, նախկին կոռումպացված այդ ղեկավարների հետապնդում եւ process-ը պետք է գա հասնի շուտ այն կետին, որ հերավության ժամանակ խոսվում էր, իսկ ինչ process է տեղի ունենում Հայաստանի հետախուզական ծառայությունների հետ կապված։ Մենք շատ լավ գիտենք, որ այդ իշխանության ազդեցության տարածման, գործիքայնացման կարևոր կողմերից մեկը եղել է նաև հենց հետախուզական ուղղությունները։ Այս հետախուզական ուղղությունների մասով իմ կարծիքով պետք է սկսվի հստակ գործընթաց։ Օրինակ եթե նշվում է, որ Գարեգին Բ-ն կամ գործակալ են, պետք է ոչ թե անձնավորվի այս ամեն ինչ, այլ համակարգային պետք է խոսվի սրա մասին ու խոսվի, քանի որ եթե համակարգային սա չհասցեագրվի, անձնական մակարդակով լավ, միգուցե մեկ լրտեսի բացահայտվեց, նա շարքից դուրս եկավ, կարող են բերել նորին։ Ու այդ sense սա նկատի ունեի։ Այսինքն մենք դեռ գործ ունենք այս լուրջ կուտակված, այսպես ասած, բացահայտումների, նախկինում արված այսպես կոչված լրտեսության եւ այս ուրեմն առաջնահերթությունը որքանով է օգնելու նույն կառավարության ծրագրի պարոն Պետրոսյան։ Նկատի ունեմ այդ ռազմավարությունը, որ այսօր ներկայացվել է կարողանալու է ձեր ասած այս լրջագույն խնդրին, այսպես ասած լուծում տալ, գնահատական տալ։ Մենք գիտենք նաև մեկ այլ պաշտպանության նախարար, որի մասին վաղուց արդեն մոնարցել են եւ որն էլ դարձյալ գտնվում է Ռուսաստանի Դաշնություն, սա էլ մի ուրիշ երևույթ է, որ բոլոր այսպես առանցքային պաշտոնյաները հանգրվան են գտնում Ռուսաստանի Դաշնությունում եւ այդպես էլ այսպես ասած չեր վերադարձում հայկական կողմին։ Ու այս բոլոր փաստերը ստիպում են մեզ մտածել ու անել պնդումներ, որ առնվազն այդ ամեն ինչ հետ կապված մենք կարող ենք ունենալ շատ լուրջ մտահոգություններ, եթե մենք դրան գումարում ենք իշխող ուժի քաղաքական հայտարարություններ, որ Հայաստանում եղել են շատ գործակալներ, այս մեկը գործակալ է, այն մեկը գործակալ է, սա նաև ստիպում մեզ մտածել, միգուցե այդ գործակալները միջև հիմա էլ կան։ Միգուցե կան, մենք ունենք տեղեկատվական արտահոսքեր, մենք ունենք խնդիրներ, իսկ հույսի հետ կապված արդյոք մենք ցավոք ես այս պահին այս մակարդակի քաղաքական խոսակցություններ չեմ տեսնում, ավելի շատ անձնավորված խոսակցություններ են, այլ ոչ թե համակարգի հետ կապված ռեֆորմների ու ստեղ իմ կարծիքով քաղաքացիական հասարակությունը առողջ ընդդիմությունը պետք է փորձեն կառավարությանը պահել հաշվետու եւ ստիպել, որպեսզի այս առումով լուրջ քայլեր իրականացվեն։ Պարոն Պետրոսյան, գանք մի շատ կարևոր հարցի, որ այդ կապված մենք նաև մինչև օրենք ընդունեցինք, հա, Հայաստանի եվրոպական ուրեմն հեռանկարների ապագայի, հա։
Նիկոլ Փաշինյանը փաստացի խորհրդարանում ինչ հայտարարեց, որ հաջորդ քայլը, մեր որը պիտի լինի Եվրամիության այս ճանապարհին, պաշտոնական դիմում ներկայացնել Եվրամիության անդամակցության համար, որպեսզի հետո արդեն ունենանք Եվրամիության պատասխանը, ճանապարհային քարտեզը եւ միայն դրանից հետո հանրակրվեի, այսպես օրակարգը իմաստավորված կհամարենք, այսպես ասած։ Միաժամանակ ասաց, որ այն վիճակը, երբ Հայաստանը գնալու տեղ չունի եւ այլ ընտրանք չունի, սպառնալիք է պետականությանն ու ինքնիշխանությանը։ Այստեղ շատ կոնկրետ հարց է առաջանում։ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի իշխանությունները այս հայտարարություններից զատ գործնականում ինչ քայլեր պիտի անեն հիմա թե ոչ, Եվրամիության, այսպես ասած, անդամակցության դիմումը որպես քաղաքական քայլ պիտի դիտարկենք եւ արդյոք պատրաստ ենք այսպես դրա տնտեսական եւ անվտանգային հետևանքներին դիմակայել։ Որքանով, այսպես ասած, այս ծրագիրը կենսունակ կարող է լինել այն ճանապարհին, երբ գիտեք ռուսական կողմի սպառնալիքները ընդհանուր մինչև 3 Վոլոդինն էր հայտարարում, որ մենք ԵԱՏՄ-ն Հայաստանը ուղղակի օգտագործում էր շահերի համար եւ այլն, եւ նույնիսկ գիտեք ԵԱՏՄ-ում Հայաստանի ուրեմն մնալու հանգամանքն է կասկածի տակ դրվում, էլ հապկում, էլ ԵԱՏՄ-ում եւ այլն, Հիմա որքանով է Հայաստանը պատրաստ որևէ քայլ անելու եւ սրա հետևանքները արդյոք իսկապես քննարկել ենք։ Մենք տեսնում ենք, որ ռուսական կողմի հետ հարաբերությունների վատթարացումը կամ այդ էսկալացիան շարունակվում է ու չստացվեց դա կանգնեցնել։ Եղան հանդիպումներ, բարձր մակարդակով էլ եղավ, կոնցեսիայի հարցի հետ կապված համաձայնություն չստացվեց, ու կասկով դա արձանագրեց, որ պետք է միգուցե կայացնել ավելի ծանր որոշումներ եւ այդ երկու ճանապարհով գնալով բարթանում է, ում կասկով հայկական կողմը փորձում է ոչ թե արդեն դեպքին արձագանքել, այլ հենց process-ը սկսել ու գնալ, որտեղ նաեւ ընկալում կա, որ այդ վատթարացումը ոչ թե մեր քայլերով է պայմանավորված, այլ մենք ինչ էլ անենք, չունենք, դա վատթարանում է։ Պրոցես Եվրամիության անդամակցության պրոցես պարոն Պետրոսյան։ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը հանգեցնում է, որքան էլ մենք փորձում ենք կառավարել դա միայն մեզնից կախված չէ։ Ռուսակոմը պատրաստ չի դա այսպես ասած կարգավորել ու այդ վատացումը գնում է։ Հետևաբար որ դա գնում է, մեզ պետք է սպասել ու պետք է նայել ավելի արագ այլ ընտրանքներ փնտրել։ Եվրամիության հետ կապված իմ կարծիքով այո մենք ունենք խնդիր, որ քաղաքական հայտարարությունները հաճախ առաջ են ընկնում հողի վրա կատարված աշխատանքից։ Այսինքն մենք շատ գործողություններ, թվում նաև տնտեսական դիվերսիֆիկացիայի, էներգետիկ դիվերսիֆիկացիայի հետ կապված նախընտրելի կլիներ անենք միջև այս անենք հայտարարությունը, որ ցանկանում ենք անդամության համար դիմել։ Իմ կարծիքով ստեղ ունենք մենք հաստատ քայլերի պակաս, գործողությունների պակաս, որտեղ ռուսական կողմը շարունակում է մեր վրա ունենալ ազդեցության լծակներ։ Անվտանգային առումով մեծ հաշվով արտաքին այդ լծակներից Ռուսաստանը զրկվել է, բայց տնտեսական առումով այդ լծակները շարունակում են մնալ իրենց ձեռքում։ Ինձ թվում է ուղղակի, որ Եվրամիության կապված այս հայտարարությունը նախորդ եվրոպական կողմի հետ խորհրդակցվել է։ Իսկ եվրոպական կողմը համաձայնություն է տվել, որպեսզի հայկական կողմը նման հայտարարություն անի, իսկ սա նշանակում է, որ մենք կտեսնենք ապագայում նոր համաձայնագրեր, նոր հնարավորություններ կապված Հայաստանին տնտեսական այդ դիվերսիֆիկացիան նպաստելու առումով եվրոպական կողմից։ Ու մեկ կարևոր բան այստեղ շատ կարևոր է վրացական օրինակը։ Մենք Վրաստանի եվրոինտեգրման գործընթացը 20 թվականից հետո շատ արագ գնաց։ Այս այնտեղ կար քաղաքական որոշում Եվրոպայից, որ պետք է այդ process-ը տանել առաջ, եթե Վրաստանում այդ ներքաղաքական փոփոխություններ չլինեին, Վրաստանը շատ արագ այդ process-ով գնում էր։ Իմ կարծիքով այժմ Հայաստանը գտնվում է այդ նույն վիճակում, երբ որ միգուցե Հայաստանը շատ ստանդարտներով չի համապատասխանում, բայց կա քաղաքական որոշում։ Քաղաքական որոշումներից մեկն էլ կամ ворթեգրածուներից մեկն էլ գիտեք վարչապետի մակարդակով եւ նրա թիմակիցների անընդհատ հստակեցվել է, այդ հավասարակշռման, բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականության մասին։ Հիմա երբ արդեն ունենք այս իրավիճակը, երբ ԵԱՏՄ-ի մասով կան սպառնալիքներ եւ այլն, Եվրամիության հետ կապված կան որոշակյացված հայտարարություններ, իդեպ Եվրամիության պաշտոնյաների կողմից էլ վերջին օրերին հետաքրքիր հայտարարություններ էին հնչում։
մենք դեռ խոսում ենք բալանսավորված քաղաքականության մասին, պարոն Պետրոսյան, թե մենք արդեն երկու այսպես տնտեսական համակարգերի միջև հստակ ընտրության առաջ են կանգնած։ Արտաքին քաղաքականում այդ բալանսավորված կամ անգլերեն multi-alignment կամ ոչ դաշինքային տրամաբանությունը, որը արտացոլվում է ստրատեգիկ համագործակցություններով, վերաբերվում է ամբողջ սպեկտրին, այսինքն ոչ միայն տնտեսականին։ Օրինակ ռազմականով կամ ընդհանուր մեր դիվերսիֆիկացիայի մեջ օրինակ կարևոր դեր ունի Հնդկաստանը։ Տնտեսական առումով մեզ համար մեծ նշանակություն ունի արաբական շուկան, ու գնով նրանց դերը մեծանալու է։ Դրա համար իմ կարծիքով հայկական կողմի դեպքում այդ նշել, որ մենք ամբողջովին շրջադարձ ենք կամ դեպի արևմուտք, այդքան էլ ամբողջովին ճշգրիտ չի ներկայացնում իրավիճակը։ Միանշանակ այդ բալանսավորման քաղաքականությունը կարող է դնել մի հատ բութ շարունակել Ռուսաստանից կախվածության նվազեցում։ Դա միանշանակ մենք կարող ենք անել։ Բայց Ռուսաստանի հետ կապված հաշվի առնելով նաև այն լծակները, որ իրանք մեզ նկատմամբ ունեն։ Ու տնտեսական իմ կարծիքով այդտեղ բավականին առաջնայինը չի։ Իմ կարծիքով Ռուսաստանը շարունակում է ունենալ լծակներ Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու հենց ներսի գործիքակաց։ Սա կարող է վերաբերվել հենց միգուցե շատ ինչ-որ հնարավոր հետախուզական գործիքակազմի, լրտեսային անձնակազմի, որոնք կարող են Հայաստանում տարբեր ինչ-որ գործողություններ իրականացնել, դրա օրինակները շատ են։ Անկամ ընտրություններից հետո, պարոն Պետրոսյան, թե հենց ընտրություններից հետո։ Իմ կարծիքով այժմ իրավիճակը հենց գնում է այդ ուղղությամբ։ Քանի որ կոնցեսիայի հետ կապված խնդիրը շատ հստակ ցույց է տալիս, որ մի հատ կետի ենք եկել հասել, որ արդեն կողմերը պետք է փորձեն ազդեցություն գեներացնել խնդրի լուծման համար ու այդ մենք մի հատ process-ի մեջ ենք մտնում, որ արդեն այդպես այդ ծնագնդիկ ինքնին գնում է։ Անգլերեն լեզվով հացախաշվում է, որ մենք ոչ թե մեքենան վարում ենք, այլ մենք մեքենայի մեջ նստած ենք։ Դրա համար իմ կարծիքով ստեղ մենք այդ շրջադարձը, որ ասենք գնում ենք ամբողջովին, այդքան էլ լավ ինքնասկով չի ճշգրիտ ներկայացնում այն ինչ որ մենք ունենք, որտեղ ամեն դեպքում մենք շարունակում ենք լինել ՀԱՊԿ-ում, մենք շարունակում ենք լինել ԵԱՏՄ-ում, ու ես չեմ խոսում դեռ շատ ոչ պաշտոնական կապերի մասին, որոնք որ կան։ Իսկ այդ ոչ պաշտոնական կապերը իմ կարծիքով շատ են։ Եթե մենք նայենք, չգիտեմ, մեր պաշտոնյաներին, փոխնախարարներին, նայենք շատ դեսպանների, մենք կտեսնենք, որ այդ մարդկանց շատերը Ռուսաստանի հետ շատ մեծ կապեր ունեն։ Ու ես չգիտեմ, ունեք այդ կապերը վերացել են, ես չեմ կարծում, որ այդպես է։ Ու այդ մենք այնքան մեծ ներթափանցում ենք ունեցել, այլ նույնիսկ ներթափանցում չէ, այնքան բնական է եղել այդ կապը։ Սերտաճում, այո, սերտաճում է եղել ու դա փոխելու համար ես ավելի շատ քաղաքական հայտարարություն եմ տեսնում, քան իրական մեծ այսպես ասած շրջադարձել, որը իրականում ժամանակին եղել է թե Վրաստանում, թե Ադրբեջանում։ Պարոն Պետրոսյան, քանի որ երկաթուղու հարցը նշեցիք, գիտեք, վարչապետն էլ այսօրերին խորհրդարանում էր ներկայացնում, ընդհանրապես բոլոր տարբերակներն են հնարավոր քննարկում։ Նորից այս անգամ խնդրանքով դիմեց ռուսական կողմին երկու երկրների համար երրորդ երկրի այն պատվիրակելու եւ այլն, ռուսական արձագանքն էլ գիտենք այս ամիսների ընթացքում դեմ են այս տարբերակին եւս, հա։ Հիմա կարող ենք արձանագրել, որ ռուսական այս կոնցեսիայի հարցը այլևս տնտեսական կառավարման խնդիր չէ Հայաստանի համար եւ դարձել է մեծ հաշվով ազգային անվտանգության խնդիր։ Այս առումով ինչպիսի եւ որ գործիքակազմն է ամենաճիշտը լինելու երկաթուղու հարցում կիրառելու այլ ընտրանքային ճանապարհներ գտնելու, եթե ռուսական կողմը շարունակում է սեղմել այսպես պարանը, բայց ոչ մի քայլ չանել այդ ուղղությամբ, վարչապետի հայտարարություններն էլ ընդունվում են ի գիտություն, խնդրանքներն էլ։ Այո, մենք կոնցեսիայի հետ կապված տեսանք հռետորաբանության փոփոխություն, եթե միջად նշվում է, որ մենք կլուծարենք, հետո նշվեց, որ պետք է փորձենք բարեկամական ճանապարհով հարցը լուծել, պարզ է, որ Ռուսաստանը կամ ցանկանում է լինել թրիփ նախագծի մասնակից կամ առնվազն դրա իրականացումը խոչընդոտել։ Հիմա այս կոնցեսիայի հարցը հայ-ռուսական հարաբերությունների մի բաղադրիչ է։ Հայկական կողմը եթե գնա օրինակ լուծարման, այսինքն հարաբերությունների սրման, պետք է հասկանա Ռուսաստանը ինչ քայլով կարող է գնալ էսկալացիայի, օրինակ գազի գների բարձրացում։ Հիմա եթե հայկական կողմը իրականացե բավականին քայլեր, որտեղ
կառավարելի է լինելու ռուսական կողմի արձագանքը կոնցեսիայի հետ կապված, դեռ մենք գործում ենք էսկալացիայի հետ այստեղ։ Մենք անում ենք մի քայլ, իրանք այդ քայլին պետքա պատասխանեն։ Եթե մենք կարողանում ենք այդ էսկալացիան կառավարել, միանշանակ հայկական կողմը պետք է գնա այն ճանապարհը, որ թրիփը շանակվի Հայաստանով ու երբ որ Նախիջևանից դուրս եկավ, գնա ոչ թե Թուրքիա, այլ գնա Գյումրիով Թուրքիա։ Դա մեզ համար խնդիր է։ Արդյոք հայկական կողմը արել է այդ բոլոր գործողությունները, որպեսզի կոնցեսիայի հետ գնա կոնկրետ լուծման, ես այդ կապված բավարար տեղեկատվություն չունեմ, բայց եթե նայենք պաշտոնական հռետորաբանությունը, ես կարծում եմ, որ մենք կարող ենք ունենալ խնդիրներ։ Ու սա իրական ցույց է տալիս հենց այն սահմանափակումները, որոնք մենք ունենք հայ-ռուսական հարաբերություններում, կախվածությունների չափը։ Խնդիրներ ընդհանուր մինչև Հայաստանը այսպես կողքից հետևողի դիրքում հայտնվելու թրիփի դեպքում եւ ոչ թե անմիջապես մասնակցի, այ որն է ամենալուրջ խնդիրը, որը ստեղծվում է հենց երկաթուղու հետ կապված։ Լուրջ խնդիրը այն է, որ արևմտյան երկրների կողմից կան առաջարկներ Հայաստանում պրոցեսներ գործընթացներ սկսելու, բայց հայկական կողմը սեփական տարածքում չի կարողանում դա անել, որտեղ այնքան կախվածություններ են ձևավորվել, որ որոշ հարցի հետ կապված մենք որոշում չենք կարողանում կայացնել, որտեղ շատ բաներ տվել են ուղղակի ուժ երկրների։ Սա կլինի ամենամեծ խնդիրը, ու սա կստեղծի մի հատ իրավիճակ, երբ որ Հայաստանը գործունակ չէ որոշ նախագծեր միջևեր ստանելու։ Ոստեղ սա մենք ես ոչ թե ինչ-որ վատ բանով եմ ասում, այլ մենք պրոստը ուղղակի պետք է իրավիճակը արձանագրենք ու ստեղ գալիս այն հատվածը, որ մենք կարիք ունենք նման քննարկումների։ Ու հենց ազգային ժողովում ունենք մենք նման կարիք քննարկումներ, որ падգամավորները գործադիրին, ովքեր պետք է այս ամով գործ իրականացնեն, հարցեր ուղեն այս կոնկրետ հարցի հետ կապված, բայց մենք դա չենք տեսնում։ Մենք դա չենք տեսնում ու դրա պատճառով էլ շատ հարցերի պատասխան մենք ամբողջովին չունենք։ Որտեղ շատ ինֆորմացիա հենց պետք է տան գերատեսչությունները, ինչ աշխատանք են իրանք իրականացնել։ Իսկ իրանք կասեն ինչ աշխատանք են իրականացնել, երբ որ իրանք այս հարցերը տան։ Բայց ազգային ժողովում մենք տեսնում ենք անձնավորված քննարկումներ, հումորներ, կռիվներ, չգիտեմ, քմծիծաղներ, տպավորություն կա, որ մենք այդ խաղաղության process-ին հասել ենք, ամեն ինչ արվել է, հիմա ուղղակի կարելի է վայելել, ուրախանալ, ընդհանուր ես կանդառնամ ազգային ժողով այցելելու մարդկանց հագուստից սկսած մինչև իրենց խոսալը, օրինակ, չգիտեմ, բանով շապիկով գնալ ազգային ժողով, մասնակցել քննարկումների, սա խոսում են ընդհանրապես ինչ վերաբերմունք կա այդ գերատեսչության նկատմամբ։ Ու ես իրականում զարմանում եմ, որ մինչ այժմ դա չի խոսվում։ Իսկ այս ձեր հարցի հետ կապված մենք այս հարցի հետ կապված ունենք տվյալների խնդիր։ Լավ, ազգային ժողովի փաստորեն ոչ ելույթներն են որակապես եւ որակական առումով ձեզ գոհացնում եւ ոչ էլ պատգամավորների հակու կապը, ճիշտ հասկացա, պարոն Պետրոսյան, ինչն է ձեզ օձիքները պետք է լինեն ձիգ։ Օձիքները պետք է կապնվեն, եթե մենք նայենք այլ խորհրդանեն, մենք դուք նկատի ունեք տղամարդկանց հիմնականում խնդիրն է այսօր։ Այդ խնդիրը շուտվանից կա, եկա մոտ 4-5 տարի է, մեր մոտ օրինակ երբ որ գալստուկ են կապում, միջև էս չեն կապում։ Իսկ դուք երևի չեք հետևել, թե Լևոն Քոչարյանը հաճախ ինչ հագուստով է գալիս։ Ես հենց շապիկը նկատի ունեմ, հենց իրան շապիկը նկատի ունեմ, նաև իրա, որտեղ այնտեղ որ կամերան քիչ ետևից են դնում, այնտեղ երևում է ինչա կատարվում, դա իմ կարծիքով առնվազն լուրջ չի։ Իսկ դա շատ լուրջ է, որտեղ դա խոսում է ընդհանրապես ինչ վերաբերմունք է այդ ինստիտուտի նկատմամբ, նաև սեփական աշխատանքի նկատմամբ, որ այդ խնդիրը կա։ Իսկ ինչ վերաբերում է խոսակցության բովանդակությանը, միանշանակ դե սպասել էր, որ նման բովանդակություն պետքա լինի, բայց կարծում եմ քիչ շատ պետքա խոսանք, որ իրանք նկատեն եւ փորձեն խոսել ավելի արդիական հարցից, այլ ոչ թե օրինակ քո պապան ժամանակին է սարը, քո երեխեքն են արու ինչ-որ նման խոսակցություններ, էլի։ Պարոն Պետրոսյան, տեսեք, մինչ Ռուսաստանը ձգում է այսպես էլ ավելի էլ արում հարաբերությունները, մենք Լաչինում հանդիպում ենք, հա, տեսնում Ադրբեջանի եւ Հայաստանի պետական կառույցների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման արտահանման հետ կապված։ Վերջերս էլ վստահ եմ հետևել եք նաև Ալիևի հայտարարությունները ատոմակայանի հետ կապված, իրենց մասնագետների տարածք ուսումնասիրելու եւ այլնի հետ կապված։
Նախ ինչպես եք գնահատում այս երկու երկրների նաև էներգետիկ հնարավոր համագործակցությունը, սա ուրեմն փոխադարձ տնտեսական կախվածության կհանգեցնի թե ոչ, որովհետև կան նաև այդպիսի մտահոգություններ, ինչ կերպ պետք է ուրեմն հարաբերվենք եւ աշխատենք նաև այս ուղղությամբ, քանի դեռ չկա այդ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Էլեկտրաէներգիայի հետ կապված այդ process-ը, որ մաքրվում է, դա նախկինում էլ է քննարկվել, ոլորտի մասնագետների եթե մենք խոսենք, իրենք ասում են դա ուղղակի անհրաժեշտություն է։ Դե մեկ-մեկի որ համակարգը կանգնում է ու համակարգը միացված այլ համակարգեր ինքը ավելի հեշտ է աշխատում։ Ու դա ուղղակի անհրաժեշտություն է, ես չեմ կարծում, որ կոնկրետ այս հարցով դա կտանի կախվածության։ Ինչ վերաբերում է ատոմականի հետ կապված, մենք ունենք պարտավորվածություն այս ատոմականի աշխատանքը դադարեցվելու է, դա շուտվանից քննարկվում, դա նորություն չէ, պարզ է որ Հայաստանին պետք է նոր ատոմական, Հայաստանը քննարկում է որոշ տարբերակներ, մոդուլյար, Հարավային Կորեայի հետ քննարկումներ կան։ Եվ այստեղ էլ վստահաբար պարոն Պետրոսյան, դուք հետևել եք նաև էներգետիկ փորձագետների դիտարկումները, բոլորը, այսպես ասած, ցածրավոլտ ուրեմն ատոմականին կամ այսպես կոչված մոդուլային ատոմականին դեմ են արտահայտվում, հա։ Այստեղ էլ գալիս է մի տեսակետ, որ գուցե նրանք, այսպես ասած, ռուսական թելն են թելում, շատ տարբեր են կարծիքներ, ինչու են կենտրոնացած ռուսականի վրա եւ ոչ մոդուլային, որ չափով եք ուսումնասիրել եւ ձեզ մոտ ուրեմն հարց առաջանում է, թե ինչու կա հստակ այս մոտեցումը, որ մեզ այն ցածրավոլտ ատոմականն է մոդուլայինը։ Իմ կարծիքով մեզ պետք է նոր ամբողջական ատոմակայան, այնպեսի ինչպես որ մենք ունեցնենք, մեզ պետք է այսպիսի ատոմակայան, հզոր ատոմակայան, ուղղակի կարևոր է լինելու ում հետ ենք մենք դա անելու։ Դստեղ իմ կարծիքով մեծ խնդիրը նրանք դրանում է, ովքեր են պատրաստ անել ներդրում, ուստի դրա նաև գալիս են թե ինչ առաջարկներ կան սեղանին։ Ադրբեջանի հայտարարությունը, որ իրենք պատրաստ են, դա շատ նորմալ է, Ադրբեջանը Հայաստանի հետ տաք կոնֆլիկտ այս բան համարում է փակված, բայց ընդհանուր մրցակցությունը չի համարում փակված, ու իհարկե նրանք ուրախ կլինեն որոշակի ազդեցության լծակներ ձևավորելու ինչ-որ տնտեսական նաև առումով, ու դա շատ նորմալ է։ Հիմա այստեղ դա ոչ թե պետք է վերաբերվեր, վայ, տեսնում եք իրանք ինչ են ուզում անել, այլ դրան պետք է նայել այնպես, որ մենք պետք է ունենանք կարողություններ, որ նախ մենք մեր հարցերը ինքնաբավ լինենք ու մենք կարողանանք ինչ-որ բան առաջարկել։ Իրանք առաջարկելու բան ունեն, առաջարկում են, մենք պետք է կարողանանք կարողություն ունենանք ստեղծել դա ու կարիք չունենանք այլ տեղից ամեն ինչ ներկայելու։ Դե ասում են պիտի ստեղծենք այնքան, որ այնպես չլինի այդ էլեկտրաէներգիան ձեռքներս մնա, այս տեսակետն էլ կա, պարոն Պետրոսյան։ Էլեկտրաէներգիան մենք արտահանելու ճանապարհներ ունենք, այս պահին էլ ենք արտահանում։ Իրան, իհարկե Իրանի հետ ունենք կարելի է նաև շարունակել այդ արտահանումը անել։ Էլեկտրաէներգիա գազի դիմաց այսպիսի ծրագիր ենք անում։ Կարելի է այդ արտահանումը անել, եթե չեմ սխալվում, Վրաստանի հետ մենք էլի որոշակի համագործակցություն ունենք, եթե Թուրքիայի հետ մեր հարաբերությունները բարելավեն այդ առումով էլ իմ կարծիքով մենք կարող ենք աշխատել, այդ առումով Հայաստանում դեռ կան մասնագիտական կարողություններ։ Դա շատ կարևոր է, մենք ունենք կարողություններ այդ առումով, մասնագետներ ունենք, ու կարծիքով հնարավորինս մենք պետք է դա ուժեղացնենք, իսկ Ադրբեջանի հայտարարություններին մենք պետք է վերաբերվենք որպես երկիր, ով մեր հետ մրցակցության մեջ է, դա բնական բոլոր երկրներն են աշխարհում գտնվում մրցակցության մեջ, Ադրբեջանի հետ մենք այժմ գտնվում ենք մրցակցության մեջ, հակամարտությունը ամբողջովին ավարտված չէ, ու մենք պետք է փորձենք այդ մրցակցությունում հետ չմնալ, իսկ հետ չենք մնա, երբ որ մենք ինչ-որ բան ստեղծենք, արտադրենք ու կարողություններ զարգացնենք։ Դա է միակ ճանապարհը, այդ ոչ միայն էլեկտրաէներգիայի հետ կապված, այլ ամեն ինչի հետ ու նաև ռազմական արդյունաբերության, հետախուզության, կրթության, ամեն առումով։ Պարոն Պետրոսյան, այսպիսի հանդիպումները նաև ինչ են ցույց տալիս, որ խաղաղության հաջորդ փուլը գուցե այն է, որ ամեն գնով թույլ չտալ, որ պատերազմ չլինի, այլ գուցե այն, որ այնպիսի, այսպես կախվածություններ երկրների իրարից պետք է ստեղծեն, որ ցանկացած ուրեմն հարձակում շատ թանկ արժենա տվյալ երկրի վրա, այսինքն սա պիտի լինի հաջորդ փուլում մեր։ Այո, դա հենց կոչվում է միջազգային հարաբերությունների տեսության լեզվով, դա կոչվում է interdependence կամ փոխկախվածություն, որ փոխկախվածությունը երկրների միջև այնքան շատ է, այդ թվում է տնտեսական, որ պատերազմի գինը այնքան է բարձրանում, որ խաղաղությունը այլընտրանք չի ունենում։ Սակայն սա տեսությունից մի ուղղություն է, սա լիբերալ դպրոցի ուղղություն է, որը հատկապես գերակա 90-ականներին։ Սակայն հետո փորձը ցույց տվեց, որ չնայած տնտեսական կախվածություններին կային այլ
հարթություններ, որոնք ստիպում են, որ պատերազմ սկսի։ Ուստի վաղ օրինակներից մեկը, օրինակ ռուս-ուկրաինական հակամարտությունն է, որտեղ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև կար շատ մեծ տնտեսական փոխկապակցվածություն ու ռուսական կողմը լուրջ տնտեսական զրկանքների գնալով, այժմ մենք տեսնում ենք էլի գնալով, շարունակում է ոչ միայն սկսեց պատերազմ, այլ նաև շարունակում է։ Հիմա մեր դեպքում մենք պետք է հասկանանք, որ այդ տնտեսական փոխկապակցությունը խաղաղության համար անհրաժեշտ գործիքակազմ է, բայց ոչ բավարար։ Ուստեղ գալիս է այն ինչ որ բավարար է, ուսա մեր խոսակցության սկզբում մենք քննարկեցինք, դա բանակն է։ Գլխավոր խաղաղության երաշխավորը դա բանակն է, ու եթե փորձենք մեր խոսակցությունը ավելի մեծ համատեքստում դնել, ռեգիոնալ եւ աշխարհակահական, այն փոփոխությունները, որ աշխարհակահական համակարգում այժմ տեղի ունենում, տանում են նրան, որտեղ բանակները գնով ավելի մեծ դեր են ստանձնում, որտեղ ինստիտուտների վրա հիմնված աշխարհակարգը շատերը նշում են, որ արդեն ավարտվել է, ոմանք նշում են, որ շատ լուրջ հացականի տակ է։ Ու երկրները պետք է ապավինեն իրենց զինված դաշինքներին եւ զինված ուժերին։ Կառավարության ծրագրի ամենահետաքրքիր, այսպես ձևակերպումներից հասկացողություններից մեկն էլ այդ տարածաշրջանացումներ, պարոն Պետրոսյան, հետաքրքիր է, վերջնական նպատակը որը պետք է լինի, տարածաշրջանից ուղղակի դուրս դնել, այսպես ասած, ռուսական անվտանգային համակարգը եւ թե տարածաշրջանը մեծ հաշվով ինքնուրույն կառավարելու կարողություն ձեռք բերել եւ որքանով Հայաստանը կարող է ուրեմն դրա հասցեատերը լինել։ Համաձայն եմ, տարածաշրջանացման հիմնական մեխից մեկը այն է, որպեսզի ռուսական կախվածությունները նվազեն եւ երեք երկրները ավելի քիչ խոցելի լինեն ռուսական կողմի նկատմամբ։ Որպեսզի դա տեղի ունենա, շատ խոչընդոտներ կան, շատ բացահայտ խոչընդոտներ կան, պետք է այդ ուղղությամբ աշխատել, այո, պետք է մտածել, որ դա արագ տեղի կունենա, բարդ է ասել, բայց նաև պետք է հաշվի առնենք, որ դա կախված չէ միայն այս երկրներից, այլ շատ այլ հանգամանքներից, օրինակ հենց ռուս-ուկրաինական պատերազմից։ Ինչպես այս process-ը կգնա, բարդ է ասել, բայց այն, որ Հայաստանին պետք է հարևանների հետ հնարավորինս լավ հարաբերություններ, քիչ խնդրահարույց հարաբերություններ, որը չի նշանակում իրականում պացիֆիզմ, այլ նշանակում է կարողությունների զարգացում, հարաբերությունների բարելավումը, որի միանշանակ պետք է գտնենք, այսինքն դա այս պահին այլընտրանք չունի։ Իսկ ինչ վերաբերում է ռուսական կողմին, իհարկե ռուսական կողմը սրան դեմ է լինելու, օրինակ Լեռնային Ղարաբաղը ամենավառ, ամենացցուն, նաև կարևոր գործիքակազմներ, որով իրանք փորձում են տարածաշրջանում պահել ներկայություն, իրանք հիմա փորձում են այդ գործիքակազմը փոխել, նոր գործիքներ են իրենց անհրաժեշտ, բայց process-ը այնքան արագ են իրական զարգանում, բարդ է ասել, բայց եթե այս երեք երկրները կարողանան հասնել մի կետի, որտեղ Ռուսաստանը պետք է հաշվի նշտի որոշակի փոփոխություններ, դա իհարկե շատ դրական սցենար կլինի, որ երեքի համար ու մենք կարող ենք իրական փաստել, որ երեքի մոտ էլ այդ ընկալումը կա։ Պարոն Պետրոսյան, հատկապես պատմական փորձից ելնելով։ Երբ խոսում ենք ընդհանրապես Ռուսաստանից կախվածության թուլացման եւ այլնի տարածաշրջանից դուրս դնելու, այս բոլոր հայտարարությունները երբ անում ենք, միանգամից հիշում ենք նաեւ Գյումրիի ռուսական ռազմաբազան։ Ընդհանրապես ռուսական ներկայությունը շատ տեղերում, հա։ Պարզապես հայտարարություններ չեն այդ ռուսական կախվածության թուլացման, ուրեմն կամ գուցե ցանկություն, բայց ոչ թե իրականություն։ Եթե լինի իրականություն, զորօրինակ մեկ բան, հա, վարչապետն էլ այսօր խոսում էր ընդհանրապես հեռուստատեսությունների, հեռուստաընկերությունների իրականությունից դուրս, ուրեմն նյութերի, լուրերի եւ այլնի հետ կապված, հա, բայց մենք չենք կարողացել ամենաառանցքային հարցերից մեկը, հա, հայկական մուլտիպլեքսից այդ երկու ալիքը դուրս բերել։ Ինչ որ ծրագրեր ենք ժամանակ առ ժամանակ փակում, խոսում ենք դրա հնարավորության մասին, իդեպ լավ էլ հոխորտում են հենց այդ ամենի դեմ իշխանական պատգամավորները, բայց հոխորտանքներից են կողմ ինչ ենք արել, եթե ամենակարևոր առանցքային հարցերում Հայաստանը դեռ հապաղում է Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը պատվիրակում ենք մի ուժի, որի լեգիտիմությունն էին կասկածի տակ դնում, նկատի ունեմ իշխանությունը, եւ անընդհատ շեշտում այսպես ռուսական կախվածությունը այդ ուժի։ Հիմա ինչ է ստացվում, եթե մեծ հաշվով ամփոփենք եւ խոսենք որ չափով անկեղծորեն կա այդ կախվածության թուլացում եւ որ չափով են սրանք այսպես հայտարարությունների մակարդակով։
Մենք կարող ենք արձանագրել, որ միանշանակ քաղաքական հայտարարությունները առաջ են եկել իրական գործողություններից, սա մեկ արձանագրում, երկրորդ այն է, որ շատ փոփոխություններ, որ մենք կարող ենք անել, կախված են ամբողջովին մեզնից ու մենք դա չենք արել, այսինքն այդտեղ ռուսական կողմի ազդեցության հաս չկա, ունենք կոնցեսիան փոխադարձ process-ը, բաններ կա, որ լրիվ մեր սուվերեն որոշումը կարող է լինել ու մենք հեշտ անենք, էլի, դա չենք արել, երրորդը, այս ամենը ստիպում է մեզ մտածել, որ ինչ որ բան ամեն դեպքում նորմալ չի ու մենք կասկածներ ենք ունենում, որքանով է այս process-ը անկեղծ ու որքանով է այս խոսակցությունը իրական օրակարգ, թե ներքաղաքական օրակարգը զբաղեցնելու տրամաբանություն ու չորրորդը այս ամեն ինչի հետ մեկտեղ այս բոլոր process-ների տնտեսական, մուլտիպլեքս, կրթական համակարգ շեշտեմ էլի ես միշտ փորձում սազանգեմ, մենք չունենք ոչ միտեղ ռուսագիտության ամբիոն, չունենք մեկ առարկա նվիրված Ռուսաստանին, չունենք մեկ առարկա նվիրված Կենտրոնական Ասիային, չունենք մեկ առարկա նվիրված Հայաստանի խորհրդային անցյալին, նման քննարկումներ մեր մոտ չկան, չունենք հետախուզության դպրոց, մենք նույնիսկ նորմալ առարկա չունենք այս վերջին 30 տարվա հայոց պատմության հետ կապված։ Իդեպ, գիտեք, դպրոցներում նաև այս օտար լեզու անգլերենն է համարվում, բայց ռուսաց լեզուն օրինակ դասացանկում գրվում է ռուսաց լեզու, նույնիսկ սա չեն կարողացել վերջնականապես օտար լեզու ձևակերպման տակ մենք Ռուսաստանի այս ամբողջ տրամաբանությունը, հատկապես նաև մեր հանդիսատեսի մասով, այստեղ խնդիրը ոչ թե Ռուսաստանի ճշտամանալն, այլ խնդիրը Ռուսաստանը լավ ճանաչելն է։ Այստեղ խնդիրն է Ռուսաստանին նայել որպես սուվերեն անկախ երկրի աշկով, որպես հնարավոր գործընկեր, այլ ոչ թե Հայաստան դիտարկել Կրեմլի համատեքստից, այլ Ռուսաստանին նայել Երևանից։ Ու սա հենց պետք է լինի այդ անկախության գիտակցման տրամաբանությունը։ Ուստեղ գալիս է գլխավոր խնդիրը իմ կարծիքով, որը պետք է արձանագրենք, դա քաղաքական համակարգի խնդիրն է, որ ինչ կուսակցություններ կան Հայաստանի քաղաքական համակարգում եւ ինչ հնարավորություններ կան այլ կուսակցությունների ձևավորման համար։ Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում գործող իշխանությունների միակ այլընտրանքը մեղմ ասած ռուսամետ ուժերն են։ Ու սա այն հեռանկարն է, որը մեզ սպասվում է, ու սա է գլխավոր հիմնականում հենց գործիքը, որ Ռուսաստանն ունի Հայաստանում։ Գլխավոր գործիքը Ռուսաստանի Հայաստանում դա իրեն շատ կարող ենք ասել այդ ռուսամետ քաղաքական ուժերն են, որտեղ քաղաքական կուսակցություններն են որոշումներ կայացնում եւ ազդում ու սրա գործիքայնացումը եղավ այդ հանձնաժողովը այսպես ասած վերցնելը։ Մեկ ամիս տևեց, որ մենք հստակ տեսանք, թե սա ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան։ Ես եմ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում է արտաքին եւ անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի համահիմնադիր Դավիթ Պետրոսյանի հետ։ Կհանդիպենք։